Ծառերը դեռ չեն ծաղկել, փոշեհատիկների ծանրությունը օդում դեռ չի զգացվում, բայց ալերգիկ սեզոնի նախանշանները մասնագետներն արդեն նկատում են։ Սեզոնային ռինիտի հիմնական ախտանշանները դրսևորվում են տարվա բոլոր եղանակներին, ուղեկցվում հազով, փռշտոցով, քթի փակվածությամբ, քորի զգացողությամբ։ Պատճառը միայն բարդ ու սերմերը չեն, ինչպես շատերը կարծում են։ Մասնագետները հստակեցնում են, իրական վտանգը անտեսանելի ծաղկափոշին է։ Շնչառական ալերգիաների շատ խիստ սեզոն է, ակնկալում ենք ապրիլի վերջից, քանի որ այդ ընթացքում ծաղկում են խոտերի, ծաղկեփոշիների, մոլախոտերի ծաղկեփոշիների սեզոնն է, եւ դրանք այն բմբուլները չեն, որ մենք մտածում ենք, որ իրենք են առաջացնում ալերգիա, բարդու բմբուլները չեն։ Ծաղկեփոշիները շատ ավելի մանր են, որոնք մեզ սովորական աչքով տեսանելի չեն, բայց մթնոլորտային օդում առկա են եւ կարող են նույնիսկ մանր շնչուղիներ հասնել եւ առաջացնել ասթմայի սրացում։ Գարնան առաջին օրերին ռինիտի ակտիվացումը բժիշկները հիմնականում պայմանավորում են բորբոսասնկերով։ Հայաստանում ամենատարածված ալերգեններից են ալտերնարիա տեսակի բորբոսասնկերը, որոնք մեծ քանակով հայտնվում են մթնոլորտային օդում ձյան հալվելուց հետո։ Շատ դեպքերում այս ալերգիան կարելի է շփոթել մրսածության կամ հարբուխի հետ, սակայն եթե ախտանշանները կրկնվում են տարեցտարի նույն սեզոնին, մեծ հավանականությամբ խոսքն ալերգիայի մասին է։ Այդ բորբոսասնկերի սպորների քանակը մթնոլորտային օդում շատանում է եւ այդ մարդիկ, ովքեր այդ բորբոսասնկերից ունեն ալերգիա, սկսում են դրսևորել այդ փռշտոցները, քթի փակվածություն, աչքերի քթի քոր, իսկ ամենաշատը ալտերնարիա բորբոսասնկերից ասթմայի նոպաներն են ավելանում, որը որ մենք հիմա տեսնում ենք։ Չնայած ալերգիկ ռինիտը եւ բրոնխիալ ասթման առավելապես շնչառական դրսևորումներ ունեն, բայց ալերգիկ շղթայի առաջին օղակը շատ հաճախ մաշկն է։ Հատկապես վաղ մանկական տարիքում ալերգիան կարող է սկսվել մաշկային փոփոխություններով, քորով եւ այտուցներով, որոնք նախորդում են շնչառական խնդիրների զարգացմանը։ Երբ արդեն գլխի են ընկնում, որ ալերգիա է, կա մեթոդ ստուգելու համար, թե կոնկրետ որ ծաղկեփոշու նկատմամբ է կամ որ ալերգենի նկատմամբ է այն, եւ մենք գիտենք կոնկրետ սեզոնայնություններ ամեն ալերգենի համար, օրինակ փոշու տզերը շուրջ տարյա են, առավել շատ սրվում են ձմռանը, քանի որ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում տանը, իսկ փոշու տզերը հիմնականում տան ալերգեններ են։ Գիտենք, որ բորբոսասնկերը ձմեռվանից դուրս բոլոր սեզոններին կա, խոտերի այս տեսակը այս սեզոնին է ծաղկում, ծաղկեփոշու մյուս տեսակը մյուս սեզոնին, եւ կախված դրանից արդեն մենք տալիս ենք կանխատեսումներ եւ խորհուրդ ենք տալիս պացիենտներին, որպեսզի իրենց սեզոնը սկսվելուց մոտ 1 շաբաթ առաջ սկսեն օգտագործել այդ ախտանշային դեղերը, հակաալերգիկ դեղերը եւ այլն։ Ատոպիկ մաշկաբորբը ունի հստակ տարբերակիչ նշաններ եւ տեղակայումներ, որոնք նպաստում են ճիշտ ախտորոշմանը եւ այլ ցանավորումների հետ չշփոթելուն։ Կոնկրետ ատոպիկ մաշկաբորբը կապված է ալերգիկ այլ հիվանդությունների հետ, ինչպիսիք են հենց ալերգիկ ռինիտը, բրոնխիալ ասթման, եւ շատ հաճախ նույն պացիենտը կարող է ունենալ ինչպես մաշկային դրսևորումներ, այնպես էլ շնչառական դրսևորումներ, բայց հաճախ այնպես է, որ առաջին դրսևորումը հենց մաշկայինն է, այսինքն վաղ տարիքում 3-6 ամսեկանում կարող է սկսվել հենց ատոպիկ մաշկաբորբով, իսկ հետագայում կյանքի ընթացքում իր մոտ առաջանա ալերգիկ ռինիտը կամ բրոնխիալ ասթմա։ Մասնագետների խոսքով, եթե խնդիրը վաղ է ախտորոշվում, ճիշտ խնամքը եւ բուժումը կարող են էական դեր ունենալ հիվանդության հետագա ընթացքի վրա։ Փոքր տարիքի մոտ այտերն են ու մարմնի վերջույթներն է շատ հաճախ լինում, մի քիչ ավելի մեծ տարիքի հետ ծալիչ մակերեսն, օրինակ արմունկային ծալքերում, ծնկան հետին ծալքերում, պարանոցի շրջանում, կոպերը, իսկ ավելի են հասուն տարիքում, հատկապես կանանց մոտ հաճախ լինում է ձեռքերի էկզեմա, որը սիրած տեղակայումն է։ Սխալ բուժման հետևանքները դրսևորվում են ոչ անմիջապես, այլ ժամանակի ընթացքում։ Նույնիսկ ճիշտ մասնագետին դիմելու դեպքում երբեմն կարող են լինել բարդություններ, եթե ախտորոշումը հստակ չէ։ Նույն օրինակ ատոպիկ մաշկաբորբով պացիենտներին մենք վարում է եւ ալերգոլոգը եւ մաշկաբանը համատեղ եւ միշտ ճիշտ խնամք պետք է բացատրվել սենյակի ճիշտ խոնավեցումը, մաքրումը, փոշիներից խուսափումը, բայց նաև եթե հստակ տեսնում ենք, որ գարնանն է սրվում, ապա խորհուրդ է տրվում օրինակ խուսափել տենց շատ ծաղիկներ ունենալ տանը, որտեղ այդ ծաղկափոշին կարող է նորից դրթել։ Ճշգրիտ ախտորոշումը, բժշկի նշանակած դեղորայքի կիրառումը եւ կանխարգելիչ միջոցառումներին հետևելը նվազեցնում են սրացումների եւ բարդությունների ռիսկը։ Մաշկաբանը երբեմն կարող է սխալվել իր ախտորոշման մեջ եւ օրինակ սնկային ախտահարման դեպքում նշանակել տեղային ստերոիդ, որը վատացնում է վիճակը։
Էլ չեմ ասում, որ ոչ մասնագետը իհարկե կարող է սխալվել կամ հարևանի մոտ նկատվել է նմանատիպ ցան եւ ինքը նույն դեղն է օգտագործում, դա շատ սխալ մոտեցում է, որտեվ հաճախ բերում է բարդությունների եւ արդեն բարդացած վիճակում են դիմում նեղ մասնագետի։ Այնպես որ ցանկալի է ამ դեպքում դիմել մասնագետի, դա կամ մաշկաբան կամ ալերգոլոգ կամ այլ նեղ մասնագետի եւ ստանալ ճիշտ ախտորոշում, հետո նոր արդեն բուժում, ոչ թե փորձարկումներ անել։ Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ինքնաբուժումից եւ առաջնորդվել հաստատված ախտորոշմամբ սեզոնային ալերգիկ սրացումներից հնարավորինս խուսափելու համար։ Ալբինա Խանձրատյան, Դավիթ Մաչկալյան, լուրերի համար։